Գիտեք, որ հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանությունը հարձակում է սկսել։ Եկեղեցին կերպան կաղոտ կենեն դի եկեղեցի կբնին դի ամոթ է, ամոթ բան է։ Եկեղեցին մեկ եկեղեցի։ Շատ վատ գնահատական ունեմ, որովհետև կալանավորում նրա համար, որ ժողովրդի միակ ապորան հայերեն հենարանը ժողովրդի միակ նորմալ հենարանը մնացել է եկեղեցին է միակ այս պահին հենարանը ազգի, որը ճիշտ ուղղություն է ցույց տալիս ազգին, ճիշտն է խոսում, այդ ճիշտը մռմռացնում է, ցավացնում է պետական այրերին, վարչապետին, դրա համար էլ ձերբակալում են, որ լռեցնեն, ձերբակալում են, որ վախեցնեն, տերոր է, սա տերոր է, սպիտակ ցեղասպանություն է։ Չեմ կարող դարձին պատասխանեմ, բայց հայ առաքելական եկեղեցին պիտի միշտ լինի քրիստոնյա ազգի կողքին, հայ ազգի կողքին, կանոնավորում իր շահերից է բխում էլի երևի։ Աղջիկ ջան, շատ խելացի հարց տվեցիք։ Միշտ Փաշինյանը Սուրբ Կերկից մեջ բերումներ է բերում։ Բայց Փաշինյանը մեր մեջ բերումը միշտ կմոռանա, որ Սուրբ Կերկի մեջը նաև գրած է, գայլը կառան մորթիով է գալիս։ Իրանական գայլերն են, հակել են կառան մորթի ու մխզվել են ժողովրդի մեջ, որը իրավունք չունին։ Եթե սուրբ է, ուրեմն սուրբ է, իրանք պիղծ սատանա մարդիկ են։ Ես սխալ եմ համարում աղջիկ ջան, այդ հոգևորականների, կալանավորներն ու իրանք, եթե մահանեն երեխա ունենալն է, խելացի մարդիկ են, թող երեխա ունենան, մեր երկիրը խելացի մարդիկ ծնվին, ինչ դեղ ինչ կար, չի կարելի երեխա ունենալ, ինչ որ չի կարելի։ Կամ 100% համոզված են, որ այդ մարդը երեխա ունի։ Իմ կարծիքով էդիկ մեկ սխալ է։ Սխալ է դիք, սխալ բան է։ Ես ինքս հավատաց եմ մարդն, հիգայել հիմա էլ կնում եմ եկեղեցի։ Ով ուզում է լինի, իմ կարծիքս չի փոխվի և կարծիքս հաշվի առնողը չկա։ Պրոստը ես իմ գործս գիտեմ, ինչ պետք է անեմ։ Հոգևորական են բնել են նոր ոմիցիվ թուրքական դարձն են, առաքելական եկեղեցին միշտ եղել է, միշտ պետք է մնա, ինքը մտել է եկեղեցին է, եթե ինքը բարի մարդ է, մենտորով ընչի կմնի եկեղեցի մարդ, եթե հարկված մարդ է, դու մենտորով եկեղեցին չկմնիս, որ սրբապղդես։ Այս արճակատման միակ նպատակը հայկական եկեղեցիների փակելն է, ենթարկել տալ Փաշիզադեի հրամաններին, ով հրամայեց, որ կարգադրեց, կարծիքարնեց, որ հայկական եկեղեցիները ուրեմն մեծ վտանգ է ներկայացնում Ադրբեջանի իշխանության համար։ Հետևաբար ելնելով այս ելակետից Նիկոլը գործում է այսպես փակել եկեղեցիները, իհարկե սրբազանների կալանավորումը հուսահատեցնում է ժողովրդին, բայց չեմ կարծում մինչև ժողովուրդը կհուսահատվի։ Պետք է պայքարել մինչև վերջ, մինչև եկեղեցին ունենա վերկնի իր ուրեմն իրավունքները եւ առանձնանա այս բայ իշխանությունից։